Հարպալիոնուն առյուծների տիրակալ։ Իտալական հեքիաթ։ Աշխարհում մի քուռակ էր ապրում։ Նա ոչ մի անուն չուներ, որովհետև ընդամենը 3 օրական էր և տերը չէր հասցրել նրա համար անուն ընտրել։ Քուռակը շատ կայտառ էր, շատ հետաքրքրասեր և շարունակ քիթը մտցնում էր այնտեղ, որտեղ պետք էր և այնտեղ, որտեղ պետք չէր։ Իր ծնվելու 4-րդ օրը նա զբոսնում էր բակում և ավազի մեջ մի փոքրիկ ձագարաձև փոս տեսավ։ Անցքը շատ տարօրինակ թվաց քուռակին։ Նա ոտքերը չռեց, կռացավ և ուզեց հոտոտելով իմանալ, թե ինչ կա այդտեղ։ Հանկարծ ավազի միջից դուրս թռավ տռզած փորով մի սարսափելի հրեշ, որը այնքան շատ ոտքեր ուներ, հրեշը շարժվեց դեպի իշուկի մռութը։ Նա սարդակեր բզեզիկն էր, մրջյունների առյուծը, որը նստում է ավազի փոսի մեջ և սպասում մրջյունների որսին։ Իշուկն իհարկե մրջյուն չէր, բայց և այնպես վախեցավ ու սկսեց ամբողջ կոկորդով մեկ զռալ։ Ձայնը լսելով վազեց եկավ իշուկի տերը և երբ տեսավ, թե բանն ինչումն է, սկսեց հռհռալ. «Այ քեզ քաջ, բզեզից, մրջյունի առյուծից վախեցար, հա։ Հիմա ես արդեն գիտեմ, թե քեզ ինչ անունով դիմեմ։ Քո անունը կլինի Հարպալիոնու, առյուծների տիրակալ»։ Այդպես իշուկը անուն ստացավ։ Ժամանակ անցավ, քուռակը մեծացավ և վերջապես իսկական էշ դարձավ։ Մի անգամ նա կանգնած էր մսուրի մոտ և խոտ էր ուտում։ Խոտը ծամելիս նրա էշային գլխում տարբեր մտքեր էին թափառում։ «Երևի ես բոլորովին էլ սովորական էշ չեմ։ Այ օրինակ իմ մի ծանոթին երկարականջ են անվանում, մյուսին մոխրագույն, բայց աշխարհում չկա ուրիշ մի էշ, որին Հարպալիոնու անվանեն։ Այդպիսի անուն ունեցող էշը չպետք է բեռ կրի և քշողի ձայները լսի»։ Եվ մեր էշը որոշեց թափառել աշխարհով մեկ։ Թափառել և իր համար ավելի լավ կյանք փնտրել։ Նա գլխով քաշեց կտրեց սանձը, քացով խփեց, կոտրեց գոմի դուռը և դուրս վազեց։ Էշը վազում էր դաշտերով ու հարթավայրերով։ Շրջապատի կանաչը շատ էր բարձր ու հյութեղ, տատասկափուշ ինչքան ուզենաս։ Նա երբեմն կանգնում էր, պոչը շարժում և ուրախությունից զռում էր այնպես, որ արձագանքը լսվում էր հեռու-հեռուներում։ Կողքով անցնում էր առյուծը։ Լսելով էշի զռոցը, ցանկացավ իմանալ, թե այդ ում գեղեցիկ ձայնն է։ Թփուտների միջից դուրս թռավ, տեսավ էշին ու զարմացավ։ Իր կյանքում այդպիսի գազան չէր տեսել։ Ձայնը կարծես առյուծի լիներ։ Պոչի մազափունջը նույնպես առյուծի էր, բայց այնուամենայնիվ առյուծ չէր։ «Դու ո՞վ ես, քո անունը ի՞նչ է», հարցրեց առյուծը էշին։ «Հարպալիոնու», պատասխանեց էշը։ «Հարապալիոնու՞», կակազեց առյուծը։ «Այո», արժանապատվությամբ հաստատեց էշը։ «Ես աշխարհում բոլորից ուժեղ եմ, ես աշխարհում բոլորից խելացի եմ»։ «Օ, որ այդպես է, ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար, արի ընկերներ լինենք», առաջարկեց առյուծը։ «Հա, լինենք, դա ինձ ձեռընտու է», պատասխանեց էշը։ Նրանք երկուսով ճանապարհ ընկան։ Շուտով նրանց ճանապարհը փակեց գետը։ «Հիմա կսկսվի ամենատհաճ բանը», կասկածելով ասաց առյուծը։ «Ստիպված պետք է մորթիս թռչեմ ջրով»։ «Դատարկ բան է», փնչացրեց էշը։
Միայն լվերն են ջրից վախենում։ Առյուծը վիրավորանքից մռնչաց ու նետվեց գետը։ Էշն առանց շտապելու նույնպես մտավ ջուրը։ Նա բեռը շալակին շատ էր անցել ծանծաղ գետակների միջով։ Այս անգամ էլ, քանի դեռ պինդ հատակը զնգում էր ոտքերի տակ, ամեն ինչ լավ էր։ Եվ ահա սառը ջուրը հասավ նրա փորի տակ, հետո ստիպված եղավ դունչը վերև տնկել, իսկ հետո արդեն շատ վատ էր։ Ոտքերի տակից հատակն անհետացավ։ Էշը սուզվեց ջրի տակ և քիչ էր մնում խեղդվեր։ Ոտքերով քացի տվեց, ջրի երես դուրս եկավ, նորից սուզվեց, նորից բարձրացավ։ Այդ միջոցին առյուծը վաղուց արդեն ջրից դուրս էր թռել։ Թափահարել էր բաշը և զարմանքով նայում էր իր նոր ընկերոջը, թե ինչպես էր նա թփրտում գետի մեջտեղում։ Վերջապես էշը ափ հասավ։ Նա իրեն թափ տվեց, հևաց, ֆռթացրեց, հազաց ու փռշտաց։ Քեզ ինչ է պատահել, հարցրեց առյուծը։ դու ասում էիր, թե լողալը դատարկ բան է։ Հա, այդպես էլ կա, հաստատեց էշը։ Ես ջրի մեջ ձուկ տեսա և պոչովս բռնեցի, որպեսզի քեզ դրանով կերակրեմ, բայց հիմար ձուկը չկարողացավ հասկանալ, թե ինչ պատիվ եմ անում նրան և ամբողջ ուժով ուզում էր ազատվել։ Տեսար էլի, ստիպված էի նրանով զբաղվել։ Ապա ձուկն ուր է, հարցրեց առյուծը։ Հենց ափի մոտ նկատեցի, որ դա մի ոսկրոտ գայլաձուկ էր ու բաց թողեցի։ Ընկերները մի փոքր չորացան ու գնացին առաջ։ Գնացին, հասան մի բարձր պատի։ Առյուծը առանց երկար մտածելու մի թռիչքով ցատկեց պատի մյուս կողմը։ Իսկ խեղճ էշը սկզբից բարձրացրեց առջևի ոտքերը, դրեց պատի վրա, հետո ետևի ոտքերով իրեն առաջ հրեց, փորով կախված մնաց պատից։ Առջևի ոտքերը պատի մի կողմն էր, ետևինը մյուս։ Առյուծը շատ զարմացավ։ Այդ ինչ ես անում այդտեղ, գոռաց նա։ Միթե դու չես տեսնում, որ կշռվում եմ, հազիվ ձայնեց էշը։ Այստեղ վերջին ճիքերը գործադրելով նա ետևի ոտքերով հրեց ու գլորվեց պատի մյուս կողմը։ Զարմանալի բան է, ասեց նա առյուծին։ Ինչքան կշռվում եմ նույնն է, գլուխս ավելի ծանր է և վերջ, քաշում է ներքև։ Իմիջայլոց դա հասկանալի է, ում գլխին էլ այսքան շատ խելք լինի։ Խելքով դու իհարկե խելացի ես, համաձայնեց առյուծը, բայց այ չնեղանաս, ուժով դու իզուր ես պարծենում։ Դե գիտես ինչ, զայրացավ էշը։ ուժ ես այնքան ունեմ, որքան խելք, էլ ինչու հեռու գնանք, արի հենց էստեղ էլ ուժներս չափենք, փորձիր այս պատը փլել։ Առյուծը իր թավամաս գլուխը դմբացրեց, բարձրացրեց թաթը, թափ առավ ու խփեց քարե պատին։ Պատը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Իսկ առյուծը վնասեց իր թաթը, որը սկսեց ուժեղ ցավել։ Գործի անցավ էշը։ Նա լավ տնտղեց պատի քարերը, ներքևի շարքի քարերից մեկը թուլացրեց և առաջ գնաց։ Էշը ետևի ոտքերով նշան բռնեց այդ թույլ նստած քարին։ Խփեց մի երկու անգամ։ Քարը դուրս թռավ ու պատի մի մասը փլվեց առյուծի մյուս թաթի վրա։ Վնասվածք ստանալով առյուծը ցավից կաղկանձեց։ Այո, հարգալից ասաց առյուծը, մինչև հիմա ես կարծում էի, որ առյուծից ավելի ուժեղ գազան չկա, բայց բանից դուրս է գալիս, որ սխալվել եմ։ Ուրիշ ինչ կարող ես անել, հարցրեց նա։
Ես կարող եմ փուշ ուտել, ասաց էշը, որն այդ ժամանակ շատ խիստ քաղցած էր։ Դե դրան արդեն անհնար է հավատալ, ծիծաղեց առյուծը։ Էշը նայեց շուրջը, ընտրեց ամենալավ տատասկափուշը եւ մեծ հաճույքով սկսեց ուտել ծակծկող տերևներն ու ծաղիկները։ Ես տեսնում եմ, որ դու իսկապես անսովոր գազան ես եւ այդ անունն էլ իզուր չէ, որ կրում ես, ասաց առյուծը։ Դու ծնվել ես, որպեսզի թագավորես բոլոր գազաններին։ Արի շուտ գնանք, ես քեզ կծանոթացնեմ իմ ցեղակիցների հետ։ Հավատացած եմ, որ նրանք իրենց բախտավոր կզգան քեզ համարելով իրենց տիրակալը։ Դա ինձ կսազի, համաձայնեց էշը։ Առյուծը հսկայական ոստյուններ կատարելով առաջ նետվեց։ Էշը հազիվ էր նրա ետևից հասնում։ Շուտով նրանք հասան մի ամայի վայրի։ Շրջակայքի դեղին ավազների միջից սևին էին տալիս ուղղաբերձ ապառաժները։ Առյուծը վազեց ամենաբարձր ժայռի վրա և խլացուցիչ մռնչաց։ Իբրև պատասխան լսվեցին նույնպիսի մռնչյուններ, և բոլոր կողմերից սկսեցին հավաքվել թավամաս ցեղակիցները։ Պետք է խոստովանել, որ էշի լեզուն վախից կապ ընկավ, հենց որ նա առյուծների տոհմը տեսավ։ Բայց հետո հիշեց, որ իր անունը Հարպալիոնու է, առյուծների տիրակալ։ Լուրջ տեսք ընդունեց, ականջները թափահարեց ու պոչը տնկեց։ Առյուծն ասաց. Եղբայրակիցներ, ես ձեզ մոտ եմ բերել մի զարմանալի գազանի։ Կարծում եմ սրանից լավ տիրակալ մենք ոչ մի տեղ չենք գտնի։ Իսկ մեր ինչին է պետք տիրակալը, հարցրեցին առյուծները։ Դուք դեռ չգիտեք, թե սա ինչ կարող է անել։ Պոչով ձուկ է որսում, այնքան խելացի է, որ գլուխը ետևից ծանր է, այնքան ուժեղ է, որ նրա հզոր ոտքերի հարվածից փլվում են քարե պատերը, բայց ամենակարևորն այն է, որ սա կարողանում է տատասկափուշ ուտել, բացի դրանից սրա անունը Հարպալիոնու է։ Օ, դե որ այդպես է, ասացին առյուծները, թող մեր թագավորը լինի։ Ու էշ Հարպալիոնուն դարձավ առյուծների տիրակալը։